Եթերում լրատվության ժամը այսօր օգոստոսի 10-ն է, երկուշաբթի։ Ազգային ժողովն այսօր ավարտել է երրորդ փոխոսնակի ընտրության հարցի քննարկումը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվել է Ուժեղ Հայաստան խմբակցության կողմից առաջադրված Արամ Վարդևանյանը։ Մինչ քվեարկությունը ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու թեկնածությանը, իսկ իշխող քաղաքացիական պայմանագիրը հայտարարել էր, որ կապահովի չբավարարող 13 ձայնը Վարդևանյանի ընտրության համար։ Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած բոլոր 53 падգամավորները կողմ են քվեարկել թեկնածուին։ Այսպիսով, պարոն Վարդևանյանն ընտրվեց ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, շնորհավորում ենք պարոն Վարդևանյան, համեցեք։ Վարման կարգի վերաբերյալ Էդգար Ղազարյան։ Քվեարկության արդյունքների հետ կապված ուզում եմ արձանագրենք, որ սա այս գումարման ազգային ժողովում առաջի դեպքն է, երբ ազգային ժողովի նախագահ կամ տեղակալ ընտրվում է ողջ ազգային ժողովի, այլ ոչ թե մեկ խմբակցության կողմից։ Ըստ էության սա լեգիտիմության ամենաբարձր աստիճանն է, որ ունի պարոն Վարդևանյանը նախագահություն։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ քաղաքացիական պայմանագիրը մինիմալ թվով ձայներ է ապահովել, որպեսզի պարոն Վարդևանյանը ընտրվի, քանի որ իրավիճակն այնպիսին էր, որ եթե քաղաքացիական պայմանագիրը այդ 13 ձայները չտար, պարոն Վարդևանյանը չէր ընտրվի, եւ սա չնայած այն փաստին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն քվեարկվել մեծամասնության թեկնածուներին, եւ սա ամենևին չի նշանակում, որ պարոն Վարդևանյանը ավելի կոնսենսուսային թեկնածու էր, սա ընդհանրապես նշանակում է, որ մեծամասնությունը համարել է, որ սահմանադրությամբ ամրագրված այն փաստը, որ ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, պետք է ապահովել անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, որոնք գործում են։ Իսկ ձեր ելույթը վարման կարգի հետ ընդհանրապես կապ չուներ, պարոն Ղազարյան։ Խնդրում եմ չշարաշահել վարման կարգի վերաբերյալ ելույթները։ Պարոն Վարդևանյան, եթե ասելիք ունեք, խնդրեմ։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը եւ մենք ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք։ Շնորհակալ եմ։ Հայաստանի արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել բանավոր։ Ազատությանը փոխանցել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Ռուբեն Վարդանյանի կինը այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, թե կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել, թեև այդ մասին հայտարարվել էր։ Արտաքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկը մինչև այդ արդեն քննարկվել էր, փաստացի փոխանցվել վերջինիս հայտարարությունից հետո։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից համագործակցաբար։ Այս պահին համաձայնեցվում են հանդիպման ժամկետները։ Այսօր առավոտյան Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետության Նիժնեկամսկ քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման։ Հարվածի տակ են հայտնվել արտադրական եւ քաղաքացիական օբյեկտներ։ Ըստ տարածաշրջանի ղեկավարի, հարձակման հետևանքով կան զոհեր, քաղաքում են գտնվում Ռուսաստանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի առանցքային օբյեկտները, այդ թվում Տանեկո եւ Տաիֆ ՆԿ նավթավերամշակման գործարանները, որոնք բազմիցս դարձել են նմանատիպ հարձակումների թիրախ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին լրագրողներին հայտնել է, որ Օմանի հետ Հորմուզի նեղուցում նոր ծովային երթուղիների շուրջ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում, սակայն դա այնուամենայնիվ չի նշանակում, որ Հորմուզի նեղուցը կվերաբացվի։ Այդ քայլը պահանջում է պայմաններ, որոնք փոխանցվել են միջնորդների միջոցով։ Ի դեպ, երեկ Իսրայելը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գազայի վերաբերյալ հայտարարված գործարքը։ Տեղեկությունները հայտնվեցին Իրանի եւ Օմանի միջև Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ հնարավոր գործարքի մասին։ Այս ընթացքում Եմենում Իրանի աջակցությունը վայելող հութիները հարված են հասցրել Կարմիր ծովի ափին գտնվող կառավարության վերահսկողության տակ գտնվող նավահանգիստին։ Նրանք նաև հայտնել են, որ հարձակում են գործել հարևան Սաուդյան Արաբիայում գտնվող նավթային օբյեկտի վրա։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Հանդիպման հստակ օրը սակայն չի նշվում։ Վերջիններս քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը։ Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են երկրի խնդիրները, այդ թվում բնակչության առօրյա կարիքների բավարարումը, երրորդ պարտադրված պատերազմի եւ առաջիկա շրջանի համատեքստում առկա իրավիճակը, ռազմական զարգացումները, ֆինանսական եւ էներգետիկ ռեսուրսների ապահովումը։ 18 ամիս տևած բանակցություններից հետո Սիրիան եւ Ռուսաստանը համաձայնության են եկել Խմեյմիմում եւ Տարտուսում ռուսական ներկայության ապագայի վերաբերյալ։ Հուշագրի համաձայն քաղաքացիական օբյեկտները, այդ թվում Խմեյմիմ օդանավակայանը եւ Տարտուսի նավահանգստի 4-րդ առևտրային նավամատույցը աստիճանաբար կանցնեն Սիրիայի կառավարության վերահսկողության տակ։ Ռազմական օբյեկտները կվերածվեն Սիրիա-ռուսական համատեղ ուսումնական կենտրոնների, ավանդական ռազմական բազաների փոխարեն։ Անցումային գործընթացը նախատեսվում է ավարտել 3 ամսվա ընթացքում։ Սիցիլիայի ափերի մոտ հայտնաբերվել է հին հռոմեական նավ, որը հնարավոր է ավելի քան 2000 տարվա վաղեմություն ունի։ Ծովի հատակին գտնվող նավը լի է եղել հարյուրավոր լավ պահպանված անոթներով եւ կուժերով, որոնք հնում օգտագործում էին գինի, ձիթապտղի յուղ եւ հացահատիկ տեղափոխելու համար։ Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին այս գտածոն բնութագրել է որպես վերջին տարիների ամենակարևոր ստորջրյա հնագիտական հայտնագործություններից մեկը։ Ջրասուզակները նավը հայտնաբերել են մոտ 46 մետր խորության վրա ձկնորսներից ստացված տեղեկատվության հիման վրա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նավի երկարությունը կազմում է մոտ 21 մետր, իսկ լայնությունը մոտ 6 մետր է։ Գյումրին 3 օրով դարձել էր ռոք երաժշտության կենտրոն, Դալան Ֆեստ ռոք փառատոնի շրջանակում քաղաքի պատմական դալանները, կամարները վերածվել էին բացօթյա բեմերի, ռոք խմբերը ռիթմիկ ու էներգետիկ երաժշտություն էին բերել Գյումրի։ Փառատոնի նպատակն էր վերակենդանացնել ռոք ավանդույթները եւ հարթակ ստեղծել նոր խմբերի համար։ Երրորդյա փառատոնը կազմակերպվել է զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ եւ Մանուկյան ընկերության նախաձեռնությամբ։ Խելահեղ ռիթմեր են, գունեղ էներգիա ու պարելու կանչող հնչյուններ։ Գյումրիի դալաններում տրամադրությունը ֆանտաստիկ է, հնչում է ռոք, բայց երկնքի տակ։ Հենց այս նույն դալաններում ժամանակին երիտասարդական ռոք խմբերն են ստեղծագործել, երգել ու պարզապես գունեղ էներգիա հաղորդել քաղաքին։ Այդ նույն էներգիան, նույն ոգով ու նույն ռիթմով վերադարձել է Դալան Ֆեստի շրջանակներում։ Շատերի համար ռոքը հզոր էլեկտրական կիթառի, ազատ շարժումների ուժեղ ու երբեմն դժվար ընկալելի ռիթմերի երաժշտություն է, որը ոչ բոլորն են սիրում ու լսում։ Բայց եզակի ճարտարապետություն ունեցող քաղաքի դալաններից կամ թոլերից հնչողը միանգամայն այլ բան է։ Այստեղ ռոքի միախառնումն է ազգային երաժշտությանը։ Հնչում է էթնո-ռոք, ժողովրդական երգերի մշակումներ ու հեղինակային ստեղծագործություններ։ Ու հենց սա է, որ առաջին վայրկյաններից գրավում է դալանի տակ հավաքվածներին։ Չորս երաժիշտ կատարողներից կազմված տիեզերք խումբը նաև 2019-ին առաջին փառատոնի ժամանակ նվագել է հենց այս դալանում։ Դալանները շենքերի պակեր տանող կամարակապ անցումներ են։ Գյումրեցիներն առավել հաճախ դրանք թոլ են անվանում։ Քաղաքի ճարտարապետական յուրահատուկ միջավայրի այս հատվածները զարդարված եզրաքարերով, նախշերով ու երբեմն նաև խորհրդանշական քանդակներով այս օրերին վերածվել էին բեմերի։ Այս միջավայրում արտիստն ու հանդիսատեսը նույն հարթության վրա են, առանց բեմի ու դահլիճի բաժանարար սահմանների։ Կանաչներև ու գոգոն կամիրար է, ճուխնակ մոմտնոյ, հոյնարնարնոյ, Շատ սիրուն է, իրականում մենք երբ որ բեմին ենք, մենք անսահման շատ էներգիա ենք տալիս ու մեզ համար շատ թանկ է, երբ որ այդ էներգիան հետ ենք ստանում հանդիսատեսից ու ձեր նշած այդ մեկ հարթությունը շատ ավելի է օգնում այդ էներգիան հետ ստանալ, որտեղ պատնեշը ավելի քչանում է։ Ռոք երաժշտությունը ինքը վախենալու բան չէ, ինքը պատմում է մարդու զգացմունքների, այսօրվա կյանքի, լինի դա քաղաքական, լինի դա սոցիալական, լինի դա սիրո,
ինքը ոնց որ պոեզիան Դերևս 70-ականներին Գյումրիում ձևավորված Բամբիր ռոք խումբը հրաշալի ավանդույթ է ունեցել նվագել տալանների տակ, այդ մասին կա նաև երգ, որտեղ բամբիրցիները, ավագ բամբիրցիները հրավիրում են բոլորին երգել հենց այնպես մեր մեծ կամարի տակ եւ անընդհատ հորդորում արի ժպտանք եւ երգենք միասին։ 19 թվականին էլ հիմա էլ մեր նպատակը նույնն է, ուզեցինք հավաքվել ու երգել հենց այնպես, օգտագործելով այս առիթը հանրահռչակելու համար նաև քաղաքի պատմական միջավայրը։ Երաժիշտները պարզապես չէին նվագում ու երգում, նրանք հանդիսատեսի հետ երաժշտական երեկո ու տրամադրություն էին ստեղծել։ Միասին ձայնակցում, ծափահորում ու դառնում էին ինտերակտիվ համերգի մի մասը, ռոքին բնորոշ ազատությամբ։ Ռոք երաժշտություն լսելու համար շատերը եկել էին մայրաքաղաքից։ Ձևաչափը շատ հետաքրքիր է եւ կարծում եմ, որ նման միջոցառումները շարունակական որ լինեն, կակտիվացնեն նաեւ քաղաքի մշակութային կյանքը։ Ուրախ եմ, որ խմբերը ոգեշնչվում են Բամբիրից ու հետևանքները տեսնում ենք։ Շատ լավն են, շատ։ Տիեզերքը ինքը ժանրային չունի սահմանափակումներ, հենց տիեզերքի պես մենք ընդլայնվում ենք ու ռոքը դա եւս մեկ միջոց է, որպեսզի պատմենք այն ինչ որ մեզ հետ է կատարվում։ 7 տարվա դադարից հետո փառատոնը վերադարձավ քաղաքի մշակութային կյանք։ Հին դալանները, նոր սերնդի երաժիշտներն ու նրանց շուրջ հավաքված հանդիսատեսը մեկ ընդհանուր միջավայրում ցույց տվեցին, որ ռոք երաժշտությունն այն էներգիան է, որն իսկապես անհրաժեշտ էր։ Այսօրին մենակով եմ փորձում ասել, բայց երբեմն օգնությունը պետք է լինում, որ շարունակեմ։ Շուկս ամեն ինչ կասկածորացված չեմ թողի։ Երաժշտական մեկ այլ ժանրի ու ոճի էներգիան, տրամադրությունն ու գույները Գյումրի կվերադառնան օգոստոսի վերջին շաբաթում։ Քաղաքը ջազ է լսելու արդեն թանգարանների պատկերում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եւ ծանրամարտի ազգային հավաքականներ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Գյումրիում։ Մարզիկները պատրաստվում են միջազգային առաջնությունների։ Սեպտեմբեր-հոկտեմբերին կայանալու են ծանրամարտի եւ ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների եւ մեծահասակների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները։ Այս օրերին մարզական քաղաքում են հավաքվել օլիմպիական խաղերի եւ աշխարհի ոսկիները նվաճած հայտնի մարզիկները։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի տղամարդկանց ազգային հավաքականի մարզիկներն ավելի քան 20 օր է ինտենսիվ մարզումներ են անցկացնում Գյումրիի սամբո ջյուդոյի մանկապատանեկան մարզադպրոցում։ Ուսումնամարզական հավաքն այստեղ կազմակերպելու պայմաններն ապահովված են։ Աշխարհի, Եվրոպայի օլիմպիական չեմպիոնների հետ միջազգային մրցաշարերում նոր փորձառություն ունեցող մարզիկները կարևոր առաջնությունների են պատրաստվում։ Անընդհատ մարզվելն ու նոր տակտիկական մեթոդների յուրացումը միայն գորգի վրա հնարավորությունը ճիշտ օգտագործելու եւ առավելագույն միավորներ վաստակելու համար չէ։ Դրանք նաեւ վնասվածքներից խուսափելու եւ մրցաշրջանի ընթացքում կայուն ֆիզիկական վիճակ պահպանելու կարևոր նախապայման են։ Գորգային վարժություններն այստեղ բոլորի համար նույնն են, անկախ փորձից ու նվաճած մեդալներից։ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի հնգակի եւ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերին մասնակցելու է աշխարհի առաջնությանը։ Շատ լավ է անցնում մարզումները, լավ մարզվում ենք, լավ պարապմունքներ ենք անցկացնում, դե Գյումրիում եք գիտեք ինչ պայմաններ կա ու ինչ սպորտսմեններ կա, լավ հավաք ենք անցկացնում ու ես հույս ունեմ, որ այս հավաքը մեծ օգուտ կտա մեր հավաքականին։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների կամքի ուժի օրինակը ոգևորում է երիտասարդ մարզիկներին։ Մեծ սպորտում նրանք եւս ասելու, ապացուցելու բան ունեն։ Մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն Սուրեն Աղաջանյանը մեծահասակների կազմում առաջին անգամ հնարավորություն է ունենալու Հայաստանը ներկայացնել աշխարհի առաջնությունում։ Մեծահասակների մեջ առաջի փորձս է լինելու, եթե հասնեմ աշխարհի առաջնություն, մեր ընկերներից մեկի Հրաչյա Պողոսյանի հետ պետք է ուժերս չափեմ Լեհաստանում, փորձի առումով շատ ենք իրանցից վերցնում ենք, քանի որ դեռ երիտասարդ ենք, ահագին փորձով զիջում ենք նրանց։ Հիմնականում, որ հնարքներն որ կատարում են, կատարելագործում են ավելի շատ այդ աշխատանքը ցույց տալու համար ամբողջ աշխարհին։
Ըմբիշների հանդիպումը եզակիներից է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Մնացական Իսկանդարյանի հետ։ Մարզական վարպետության խորհուրդներն ու գործնական ցուցումները մարզիկների համար կարևոր են։ Միացյալ Նահանգներում եւ Ղազախստանում հոկտեմբերին անցկացվելու են մինչեւ 23 տարեկանների եւ մեծահասակների աշխարհի առաջնությունները։ Հայաստանի հավաքականները ակնկալում են, որ իրենք լավագույն կազմով կներկայացնեն Հայաստանը։ Ամենախոշոր մրցաշարը այս տարվա աշխարհի առաջնություններն են երկու տարիքայիններում, 23 տարեկանում եւ մեծահասակների։ Տվյալ բանը չեմ կարող կոնկրետ ասել, դեռ բաներ կախված է տղաների նախ ինքնազգացողությունից, երկրորդը միջազգային այս վերջի մրցաշարից եւ իրենց անցած ճանապարհից տարվա։ Ծանրաբեռնված է նաև մարզումների գրաֆիկը ծանրամարտի ազգային հավաքականի համար։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ծանրորդներին առաջիկայում նույնպես կարևոր մրցելույթներ են սպասվում։ Հիմա ավելի նոր վարժություններով ենք աշխատում ուժային, որը գրեթե կարելի ասել չենք էլ արել ու փորձում ենք ավելի բարելավել ուժային որակները մեր, հուսով եմ արդյունքը աշխարհին կերևա։ Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է Ալբանիայում հոկտեմբերին կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Նույն ամսին Չինաստանում կանցկացվի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Այս առաջնությունները վարկանիշային են, կարևոր օլիմպիական խաղերից առաջ։ Դեռ օլիմպիական խաղերին 2 տարի էլ կա, պետք է մասնակցենք 5-ից 6 կարևոր մրցումներ վարկանիշային եւ ունենանք այն միավորը, որը թույլ կտա տղաներին մասնակցեն օլիմպիական խաղերին։ Գյումրիի մարզական հավաքներից հետո ումբիշների եւ ծանրորդների ազգային հավաքականները եւս 2 ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Դիլիջանում, հետո Վրաստանում։ Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մասնակիցների ցանկը կորոշվի այս հավաքների արդյունքների ամփոփումից հետո։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։